Hենց
Սա շատ մեծ ազդարանում է, որ անմիջապես մենք հռչակում ենք, որ Աստծո խոսքը ինքն Աստված է և մեզանից ակնկալվում է հավատալ Քրիստոսի աստվածությանը։ Այլապես այս ուղերի խորհրդյան ողջ հիմքը հավատքն է և ինչպես Արության ճրագալոցի բարձրաձայնեցին, եթե չես հավատում Արությանը, որ Քրիստոս իբրև մարդ արություն է արել, ապա մահը իսկապես ամեն ինչի ավարտն է, մարդ ոչնչացում։ Բայց քրիստոնյան հավատում է, որ մարդ կարող է հաղթահարել մահը, որովհետև Քրիստոս արդեն իսկ հաղթել է նրան։ Այո, Աստված մեզ կյանք է շնորհել այս երկրի վրա, բայց մեր կյանքը այստեղ չի վերջանում։ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացի այս ամենով ասել է. իրական մահը այն չէ, որ հոգին բաժանում է մարմնից, հոգին զատում է մարմնից, այլ այն, որ մեզ մարդուն հեռացնում է Աստծուց։ Աստված է կյանքը, ով իրեն հեռացնում է կյանքից և Աստծուց նա մահանում, որովհետև հեռացել է կյանքի աղբյուրից։ Եվ ինչպես սկզբում ասացի, եկեղեցին սահմանել է, որ մենք 50 օր շարունակ խոսենք Արության մասին, վերապրենք Արության ուրախությունը և նորոգենք մեր կյանքը Աստծո հետ կյանքի արդյունքին։ Արության այս կարևոր գաղափարի մասին ես ձեզ ուզում եմ մի փոքրիկ հատված ընթերցել Մակաբայեցիների երկրորդ նամակի 12-րդ գլխից, որտեղ Հուդա Մակաբայեցին կոչվում էր քաջ Հուդա և ինքը լավ գիտեր, որ մահը արարչության մաս չի եղել, Աստծո տնօրենության մաս չի եղել, մեղքն է մահը աշխարհել, մահը հետևանք է, մեղքի հետևանք է, և 43-րդ համարից հետևյալ կարևոր հատվածներով ենք ընթերցում։ Այս պատմվածքը տեղի է ունեցել նրանց կատարած մեղքերի պատճառով։ Սթափ մտածելով նա 4 սատեր արծաթ հավաքեց և տվեց, որ տանեն Երուսաղեմում զոհեր մատուցեն կատարված մեղքերի
համար։ Դա խիստ իմաստուն քայլ է, որովհետև ինչ որ անում էր մեղրների հարության մասին մտահոգվելով էր անում։ Եթե պատերազմի ընկածների հարության ակնկալություն չունենար, զուր կլիներ մեղրների համար աղոտ պատմության։ Նա ճիշտ է հասկացել, որ գեղեցիկ մահով ընկածները շնորհների են անում։ Նա հավատում է, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան։ Այսօր էլ մեզ համար կարևոր է, որ մահը ամենուրեք այդ ուրվականը պարունել է մեր ազգին և ամենուրեք մահ է սպրում, ապա հարության տոնը և հարության ավետիսը ամենասպասված, ամենակարևոր տոնն է, որովհետև կյանք պարգևող տոն է, որովհետև կյանք ծառայող տոն է մեզ համար, որի կարիքը մենք շատ Քրիստոս արյալ բերելով։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։